Սիրելիներս ողջույն եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ։ 3 տղաների մայրիկ, ով սպասում է իր 4-րդ փոքրիկին։ Այսօրվա մեր վլոգը լինելու է մեծ մաքրության վլոգ, որոշել եմ մեծ մաքրություն անել, ամբողջական տան մաքրություն, ծննդատուն գնալուց առաջ, իսկ իմ ծննդատուն գնալուն երևի թե օրեր են մնացել։ Շատ են ինձ ասել, թե հետևորդներս, թե ընկերներ, ծանոթներ, որ դիմեմ կլինիկ ծառայության օգնությանը։ Վերջերս ես էլ էի անընդհատ մտածում կլինիկ ծառայությանը դիմելու մասին, բայց ամեն դեպքում հասկացա, որ կան բաներ, որոնք կամ քոնն են, կամ քոնը չեն։ Իսկ կլինիկին դիմելը կարծում եմ այդքան էլ իմը չի, ինձ դուր չի գալիս, երբ ինչ-որ ուրիշ մարդիկ պետք է գան ու տանը ընդհանուր մաքրություն անեն, կարող է դիմեմ կլինինգի, երբ առանձին օրինակ բազմոց մաքրելու կարիք կա, չգիտեմ, գորգեր լվանալու կարիք կա, որ կարող եմ գորգերը ուղարկել, տանեն լվանան բերեն կամ ինչ-որ մեկը գա մեծ ապարատով բազմոցը հատուկ լվանա ու գնա, բայց ամբողջական տան մաքրություն անել, ինձ կոմֆորտ չի, որ ուրիշները գան ու իմ տան մաքրությունը անեն, ես կանեմ, այս պահին զգում եմ, որ ֆիզիկապես պատրաստ եմ ես տան մաքրություն անելու, ինձ տանջելով, չարչարելով հաստատ չէի անի ու քանի որ ինձ լավ եմ զգում, ինչի չէ, ես կանեմ այդ մաքրությունը ու հանգիստ խղճով կգնամ ծննդատուն։ Գիտեմ, որ մաքրության վլոգները ձեզ են միշտ հետաքրքիր լինում, ես այս մաքրության վլոգը կդարձնեմ այնպիսին, որ ձեզ առավել օգտակար լինի, պարբերաբար ցույց կտամ լայֆհաքեր, որոնք ինքս կիրառում եմ թե մաքրության ընթացքում, թե ինչ-որ դասավորության ընթացքում, մի խոսքով մնացեք ինձ հետ, ընթացքում կտեսնեք, թե ինչպես եմ ես անում իմ տան մաքրության աշխատանքները։ Իսկ այս պահին, մինչ ես պետք է մաքրություն անեմ, մեր ննջասենյակում բուռն աշխատանքներ են իրականանում, որովհետև հավաքում ենք զգեստապահարանը, աղջկաս, ու երբ մաքրություն անելով արդեն վերջնական հասնեմ մեր ննջասենյակին, ցույց կտամ, թե ոնց ենք պատրաստելու աղջկաս անկյունը, օրորոցը, զգեստապահարանը, ոնց պետք է դասավորել եւ այլն եւ այլն։ Երբ ասում եի մեծ մաքրություն, նկատի ունեի մաքրություն իր բոլոր դետալներով, մի հատ նայեք ինչ է կատարվում երեխաների սենյակում, շատ խառը վիճակա ու շատ գործ կանգնելու։ Այստեղ էլ վերջերս իվենթի էի մասնակցել, մեր ձեռքով ծաղիկ էինք տնկում ու այս ներքևի ծաղկի, չգիտեմ ինչ են ասում, ծաղկամանի այս պաստավկեն, սենց կապույտ ու սպիտակ գույների մեջ էր, բայց քանի որ ուզում էի, որ իմ տան գույներին համապատասխան լինի, որովհետև այս ծաղիկը միջանցքում եմ դնում, սենց փոքրիկ կլոր ամանամ, սրա վրա դրվում, որի մեջ ծաղիկն է հենց տնկած, իմ ձեռքերով տնկած ծաղիկը, որոշեցի կանաչ ներկել, մի տակ սենց ներկել եմ, արդեն չորացել է, այսա քիչ հետո նաև երկրորդ տակը կներկեմ, այս ներքևն էլ կներկեմ, մի խոսքով կարծում եմ շատ սիրուն կստացվի։ Եկանք տանից եմ իջացնենք Պարապմունքի խանութ մտնեմ 2 գնամ կատարելու մաքրության դպրոց, հա, իջացնենք Էմինին դպրոց, մաքրության օգներս են վերջացել, պահարանի բռնակներն ենք ուզում վերցնել, մի խոսքով մի քանի գնում կատարենք, հետո գնանք տուն, որ արդեն հանգիստ անցնեմ իմ գործերին ու էլ դուրս չգամ այսօր։ Մինչ առնում փորձում է ջանասիրաբար մեզ օգնել, եկեք ցույց տամ, թե ինչ բռնակներ եմ ընտրել զգեստապահարանի դռների համար։ Ընտրել եմ նույն բռնակներից, ինչ երեխաների զգեստապահարանի համար, այ հենց այս տարբերակն է, որը դուք հիմա տեսնում եք, բայց ոչ այս վառ ոսկե գույնը, այլ մի փոքր խամրած շամպայնի երանգով, շատ սիրուն է ստացվում, թե սպիտակ կահույքի հետ, թե հենց այն գույնի հետ, որը մենք ընտրել ենք մեր զգեստապահարանի համար։ Ես որ մտել էի ընդհանրապես մի քանի մաքրման միջոց գնելու ու խնդրում եմ մի հատ այստեղ նայեք։ Իդրամ միջեր ենք վերցրել։ Պունք, որը երբեք շատ չի լինում, որովհետև ես շատ հաճախ եմ փոխում գումպաներ։ Ալեքսի սպիտակ մայկաներից ամուսնուս համար, սենց բրիլոք, որ կախեմ բանալիներիս վրա։ Ու սրբիչ, որովհետև ուզում եմ մեր լոգանքի սրբիչները փոխել։
այստեղ էլի սպունգ, մակրով տով, էլի գուլպաներ Ալեքսի, ու այս սրբիչները խորհուրդ տվեցին, որակներ զգացվում է, որ լավն է, այն չոր որակներից է, իսկ մենք այդ չորն ենք սիրում, երկու հաճելի պաստելային գույն, միատ սուրճը նայեմ չթափվի ու շարունակենք, չոր անձեռոցիկ, երկու հատ, ամանների հեղուկ, վաղուց է արդեն սալիտա եմ օգտագործում միայն, այստեղ սպիտակեցնող հեղուկ, լվացքի գել, էլի սպունգ, սպունգը միշտ վերցնում եմ այս մոխրագույնը, որովհետև շատ է խոհանոցի կահույքի հետ սազում ու այն բեղինները դուրս չեն գալիս, շամպուն, ամուսնուս համար, հատակի հեղուկ, շոտ, ինչ-որ մի բանից շոտ անուշ հոտ է գալիս, չգիտեմ որուսը, խոնավան ձեռոցիկ խաղնիքի համար, եվս մեկ խոնավան ձեռոցիկ, այս չգիտեմ կոշիկների ինչ-որ ծերի կարեր ամուսինս է վերցվել, բամբակ է դիսկեր, լողակ, միշտ այս ամենասովորական լողակներն եմ վերցնում, այստեղ աման ունեմ, հարմար, այսպիսի սովիկի հարմար տարա ունեմ, որը հենց պահել եմ լողակի համար, այս լողակները սաս դատարկում եմ սիրուն այս տարայով եմ դնում պահարանում, ավելի գեղեցիկ ու հարմար է լինում հետո օգտագործել, սրա հոտն է գալիս ու լվացքի այս հաբերից, որոնցից շատ անուշոտ է գալիս։ Դասավորեցի երեխաների ամբողջ սկեստապահարանը, այս վերևի հատվածում բան չկար դասավորելու, որովհետև ամեն ինչ դասավորված էր, այս ներքևի հատվածում դեռ մնացել էին ամառային շապիկներ, որոնք պետք էր դուրս գրել, վերևի երկու դարակը Էմինինն է, Ադանին է, և այս ներքևի երկու դարակը Առնոյին է, իդեպ այս պահարանի գծագիրը ես եմ արել, ես եմ որոշել ինչպես պետք է գծագրվի ու ամենահարմար, ամենաօպտիմալ տարբերակն եմ ընտրել, այստեղ ընդհանուր կախիչով դարակ է հիմնականում երեխաների վերնաշապիկների վերխերի համար, այս վերևի հատվածում դնում եմ իրենց անկողնային պարագաները, այստեղ էլի վերևի դարակը Էմինինն է, Ադանինը, Առնոյինը, իսկ ես ներքևի դարակում քաշովի դնում ենք իրենց ընդհանուր գոտիներ, բաբուչկաներ, գլխարկներ, ինչ-որ նման բաներ, այս ներքևի դարակն էլ կոշիկների համար եմ թողնում, այն կոշիկների, որոնք իրենք չեն հագնում, ամենօրյա հագնելու կոշիկներ չեն լվանում ու այստեղ եմ դնում, իսկ ամենօրյա հագնելու կոշիկները դե բնականաբար արդեն միջանցքի կոշիկների պահարանում են գտնվում, այս դարակն էլ թողել եմ իրենց դպրոցական պայուսակների համար, երբ դպրոցից գալիս եմ, պայուսակները այստեղ եմ դնում, որ թափրտված չմնա, մինչև կանցնեն իրենց դասերին, վերևի դարակն էլ պահոցային դարակա, ամառային հագուստների համար, իրենց խաղերն է այստեղ դրված են խաղերը, որոնցով ամեն օր չեն խաղում, էլի պահելու խաղերը, այս մահճակալի ներքևի հատվածում էլ ամբողջը պահոցային դարակներ, էլի իրենց ամառային հագուստներ է դրված, խառը իրեր, ու հա այս մահճակալի հետ կապված մի բան էլ ասեմ, լայֆ հակ, այս հատվածը պահարանը հավաքելու ընթացքում վնասել էինք ու Վալբերիսից պատվիրել էի հենց հատուկ կահույքի համար նախատեսված մարկերներ, ճիշտ է գույնը դա բնականաբար լրիվ նույնը չի բռնել, բայց ինչ-որ չափով էլի համեմատաբար լավ է կոնեթը առաջին հայացքից աչքի չի ընկնում, որովհետև շատ վատ ձևով էին վնասել ու երբ մտնում էի սենյակ միանգամից աչքի էր ընկնում և անցնելով արդեն գրապահարանին, պետք է ասեմ, որ այստեղ գրեթե բան չկա անելու ու իրականում լավագույն միջոցը մաքրությունը հեշտացնելու դա ամենօրյա
դարակները մաքուր ու դասավորված պահելն է։ Այստեղ ես դասավորել էի օրեր առաջ ու տեսեք ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ դասավորված է, ոչ մի բան չենք քանդել։ Դրա համար հիմա երբ արդեն ընդհանուր մեծ մաքրություն պետք է անեմ, գրապահարանում գրեթե ոչինչ չկա անելու։ Իրականում այս գեստապահարանում էլ բան չէր լինի անելու, ընդամենը ամառային շապիկներն եմ հանել։ Այս էլ այդ մարկերները էլի բերեցի, որ եթե ինչ-որ բան լինի այստեղ անելու, հիմա ձեռքի հետ անեմ, անկողիններն էլ սիրուն հավաքել, փոխել, լվացել եմ, միայն այս հատվածը չեմ հավաքել, որովհետև չի կարող ձգվել այդ կողմ, հետո Էմինը կգա կհավաքի։ Այստեղ երկրորդ տակել ներկեցի ու պատկերացրեք էլ գրեթե չի երևում, շատ սիրուն եղավ, արտիկուլը կթողնեմ, այս մարկերներն են, որոնց մասին ասում էի քիչ առաջ, կթողնեմ, կարող եք պատվիրել, կարծում եմ բոլորի տներում կարիքը կա կահույքի ինչ-որ հատվածներ փակելու, որովհետև ընթացքում ոնց էլ չլինի, էլի տեղ-տեղ վնասվում են։ Երեխաների սենյակը վերջ ամեն բան իդեալական է, ուղղակի մի հատ հատակներ մաքրում եմ ու դուրս կամ արդեն երեխաների սենյակից, իդեպ այս մահճակալի տակը մաքրելու համար ու եթե էլի պահարաններ կան, որոնց տակ ամեն բան չի որ մտնում է, մաքրելու համար շատ հարմար փայտ էի պատվիրել։ Քիչ առաջ առաքեցին ու իսկապես շատ լավն էր, ամբողջ մահճակալի տակը այդ փայտով եմ մաքրել, ընթացքում ցույց կտամ։ Հիմա մի հատ հատակի վրայով էլ անցնում եմ ու արդեն երեխաների սենյակից դուրս գամ։ Այս հատակը մաքրելու անլայք քոշեկումներ ցույց եմ տվել նախորդ վլոգներում, Viber-ից եմ պատվիրել, եթե հետաքրքրի կարող եք գրել մեկտաբանություններում, կթողնեմ արտիկուլ, ունի չոր և թաց մաքրում, շատ հարմար է, շատ գոհ եմ ու գրեթե ամեն օրյա օգտագործման համար ինքը շատ հարմար քոշեկուլ է։ Ես իհարկե հույս ունեի, որ մենք Էլտանից դուրս չենք գալու, բայց մենք հետ ենք գնում վերադարձանելու դետալներից մեկը, որովհետև վատ որակի էինք վերցրել, բայց ես խանութում ասում էի արի լավը վերցնենք։ Ձերս առաջ են գնում խոհանոցում, այս վերևի դարակներն եմ մաքրել, դասավորել, հիմա հասել եմ այս մաքրող հեղուկների, նյութերի դարակին, պետք է սիրուն մաքրեմ ու դասավորեմ հերթով, իդեպ խոհանոցի կահույքը եւս շատ օպտիմալ տարբերակով ենք գծագրել մինչ պատրաստելը, ես շատ էի ուզում անպայման լվացքի մեքենայի անմիջապես կողքին ունենալ լավ մեծ տարողունակ դարակ, հատուկ հենց այս ամբողջ նյութերի համար ու կենցաղում շատ հարմար է օգտագործելը նման դարակ ունենալը, լվացքի մեքենան էլ եմ մաքրել, այս հատվածն էլ դրել եմ ժավելի մեջ, հիմա հերթով կնայեմ, որն ինչ վիճակում է գտնվում, որն է ժամկետն անց, որն եմ օգտագործում, որը չէ, այս դարակն գեղեցիկ կմաքրեմ ու ամբողջը կդասավորեմ դարակում։ Ամեն ինչի համար մի հարմար տարա ունեմ, այս տարան էլ օգտագործում եմ լվացքի հաբերի համար։ Ինքը հենց հաբերի տարա էր եղել է, պատվիրել էի Վալդարիսից, որոնք ընդհանրապես չհավանեցի ու դեն նետեցի, անգամ չեմ էլ օգտագործել, բայց տարան պահեցի իմ սիրելի հաբերը այնտեղ տեղավորելու համար։ Ժամը գիշերվա 1:45 ու ես եկա մի փոքրիկ ապդեյթով խոհանոցի մաքրությունից, բոլորն արդեն քնել են, ես ուզում եմ խոհանոցից մաքրությունն էլ վերջացնել, նոր գնալ, շատ բան չի մնացել անելու, լվացարանի ներքևի 2 դարակը պետք է մաքրեմ, դասավորեմ ու անկյունային 1 դարակը մաքրեմ, այս վրայի լվացած ամանները չորացնեմ, տեղավորեմ, մի քանի բան կարելի լվանալ ու դրանք լվանամ ու սառնարանը դասավորեմ, սառնարանը ամբողջությամբ մի քանի օր առաջ եմ լավ մաքրել, հիմա ընդամենը պետք է դասավորեմ ու վերջ։ Ու այս ջահերի ապակիները, եթե կնկատեք, հանել եմ, որովհետև շատ շուտ էին փոշոտվում, յուղոտվում, գերադասեցի հանեմ, այսպես մնա, այսպես էլ վատ չի, մի խոսքով գործերս վերջացնեմ ու վերջնական տեսք ցույց տամ խոհանոցի։
Այս պատվերից շատ գոհ եմ, ուզում եմ անպայման ձեզ հետ էլ կիսվել, թեմույց եմ պատվիրել, կնայեմ, եթե հնարավոր է թեմույից ինչ-որ արտիկուլ թողնել, կթողնեմ արտիկուլ, եթե չէ, նկար կթողնեմ, կարող եք նկարով փնտրել, շատ լավն է, իր հետ երկու ավել այս կտորից են ուղարկել, ձողն էլ կառավարվող է, երկարում կարճանում է, թե այս պահարանի տակերը, թե բոլոր անանցանելի հատվածները, որտեղ հնարավոր չի այլ կերպ մաքրել, սրանով հեշտությամբ մաքրվում է։ Մի խոսքով շատ լավն է, ասեցի անպայման կիսվեմ ձեզ հետ։ Գիշերվա ժամը 3-ն է, ես վերջացրի խոհանոցի իմ մաքրությունը ու ուզում եմ այսքանով նաև ավարտել վլոգը, որովհետև կարծում եմ վլոգի այս առաջին հատվածը շատ երկար է ստացվել, չնայած այս պահին հյուրասենյակում, լոգարանում, մեր ննջարանում ահա որ խառը վիճակ է ու այդ մաքրությունները պետք է անեմ վաղը, բայց դրանք արդեն կներառեմ երկրորդ մասում, եթե ուզում եք երկրորդ մաս, անպայման մեկնաբանություններում գրեք, իսկ այս վլոգում կտեղավորեմ երեխաների սենյակի մաքրությունն ու խոհանոցի մաքրությունը, այստեղ էլ միտք եմ լվացել, հիմա դնեմ սառնարան ու ձեզ արդեն հանգիստ ողջով ասեմ, առայժմ մինչ նոր հանդիպում։